Փաստաթղթեր որպես այդպեսին չկային, հեռախոս, համակարգիչ, ընդ որում երևի 20 տարվա հեռախոս այս ամեն ինչը կար, այս ամեն ինչը ուղղակի խոչընդոտում է մեր քարոզարշավին եւ Նիկոլ Փաշինյանը, քանի որ հիստերիկաբար հրահանգներ է տալիս, սա մենք նաեւ գնահատում ենք որպես խոչընդոտ մեր քարոզարշավին, որովհետեւ ես ժամ 12-ին նշանակել էի արդեն ճեպազրույց եւ այդ ճեպազրույցը փաստորեն խաթարվում է, հիմա իրենք ուզում են արդեն նաեւ մեր բնակարանը խուզարկել։ Հիմա դուք ունեք բնակարան, խուզարկություն ընդհանուր։ Հա, հիմա շարունակվելու է խուզարկությունը բնակարանում։ Տեսակի ինֆորմացիա կամ առնվազն այն դավաճանության մեջ, որ ձեզ Անհեթեթություն։ Անհեթեթություն է, ծայրից ծայր անհեթեթություն։ Ձեզ ասել են ինչին է վերաբերում, այդ ինչ տեղեկատվություն։ Դե այն ինչ որ դուք համացանցում կարդացել եք, դա են իրենք ասում, բայց դա դրանից ավել ես տեղյակ չեմ, բնականաբար չէի կարող լինել, որովհետև 23 թվականի ամառվանից պատգամավոր չեմ, նույնիսկ պատգամավոր եղած ժամանակ գաղտնիության թույլտվություն չեմ ունեցել, որովհետև Ապօրինի եղանակով եք ձեռք բերել։ դե ապօրինի Նիկոլ Փաշինյանը ինքը թող չասի ով ինչպես է ձեռք բերում, իրենք են այսպես ասած պետական դավաճանություն գործել եւ հիմա ասում են եւ անում են բաներ, որոնք իվարկան ավարտեմ, ես ուրեմն իրենց եմ այդպեսին գնահատում 21 թվականին միակ ինֆորմացիան, որ այն ինչ որ ես կարդացի քննչականի մեջ դա այն էր, որ ես 21 թվականին ընտրվել եմ պատգամավոր, բայց 23 թվականին հրաժարվել եմ մանդատից եւ այս ամեն ինչը փաստորեն ծայրից ծայր անհեթեթություն է, իրենք ճիշտ ասած այդ գաղտնի նիստ կոչվածը չգիտեմ ինչ ես ազգային ժողովում ինչքան որ եղել եմ, մենք մեկ-երկու անգամ կարծեմ մինչև 23 թվականը երբ որ մասնակցում էինք կամ ուզում էինք մասնակցել, նու ես չէի մասնակցում, որովհետև գաղտնիության թույլտվությունը այսպես սկզբունքային առումով չեմ ստորագրել, ես ավարտել չգիտեմ, տեղյակ չեմ ճիշտ ասած, բայց ուրեմն ես սկզբունքորեն չեմ լրացրել այն փաստաթուղթը, որը պետք է ինձ հնարավորություն տար գաղտնի տեղեկատվություններ ստանալու, որովհետև ես գտնում եի, որ առաջնային մանդատ ունեցող ազգային ժողովը չպետք է ենթակա լինի այն մարմնին, որը վերահսկվում է ազգային ժողովի կողմից եւ այդպես իմ սկզբունքային մոտեցումը դա էր եւ մեր խմբակցությունում կային էլի պատգամավորներ, ովքեր կիսում են այդ տեսակետն եւ այդ գաղտնիության փաստաթուղթը չլրացնեցին եւ մեծ հաշվով սրանցից ոչ մի բան գաղտնիք լսել հնարավոր չէ, որտեղ իրենք ամեն ինչ թաքցնում են, բայց սրանց գործողությունների մասին ադրբեջանցիներն էին տեղեկացնում, թե ինչ են անելու, տարածքների հանձնում եւ այլն, այնպես որ ոչ մի գաղտնի բան չկա, ադրբեջանցիները մանրամասն ասում էին, թե ինչ են անելու սրանք։ Տանտևանանատը Գրիգորյանի հետ առնչություն կա, ձեր այս բարույթը, որ ձեր շուրջը հարուցված։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում, թե ինչ է իմ գործընկեր Մարտուն Գրիգորյան։ Հա ես տեղյակ չեմ, այսօր առավոտյան ժամը 7-ին եկել են գրասենյակ եւ ես ձեզանից եմ հիմա տեղեկանում, ես կտրված եմ եղել ինֆորմացիայից։ Զարգացման ժամանակ ավարտվել է։ Գրասենյակում ավարտվել է, բայց Ինչ տարան արձանագրվեց, ինչ արձանագրվեց։ Համակարգիչներ, հեռախոսներ, ինչ որ թղթեր, նույնիսկ վերլուծական նյութեր են վերցրել։ Պարոն Թևանյան, դուք ինչ հարաբերությունների մեջ եք Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների։ Ոչ մի հարաբերության մեջ չեմ, բայց Ռուսաստանի փորձագիտական քաղաքական շրջանակների հետ ես չեմ էլ թաքցրել, որ շատ նորմալ գործընկերային հարաբերություններ կան, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ ես բազում նաեւ ընկերներ ունեմ, շփումը դա է։ Ոչ, սա ուղղակի մեր որպես ընդդիմադիր ուժ գործունեությունը խոչընդոտելու համար է արվում։ Հիմա տեսեք, մենք հազարումի բան ունենք անելու քարոզության ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս, նախապես անոնս է անում, ինքն էլ թելադրում է, թե ինչ ընթացակարգերով է այս ամեն ինչը տեղի ունենալու եւ փաստացի ստացվում է այնպես, որ իր հանրահավաքային հարթակից հնչեցված ցուցումները եւ ապօրինի հրահանգները մենք արդեն տեսնում ենք, որ ի կատար են ացել։ Ասեք ինչ փաստաթղթեր են քննիչները ձեռք բերել ձեր գրասենյակից։ Զարգացման արդյունքում։ Բաներ կան երևի նախաքննության գաղտնիքի հետ է կապված,
Առանձնապես ոչ մի բան, անհետացություն։ Պարոն Թևանյան, ձեր ազատ տեղաշարժը հիմա ապահովված է, չէ՞, դուք այս պայմանին ազատ եք։ Ոչ մի կարգավիճակ չունեմ։ Հիմա այսինքն ձեր Սևանյակը հետիցը չեն կապել քննչական կոմիտեից արձեից։ Նու քննչական կոմիտեից կային ներկայացուցիչներ, բայց կարգավիճակի հարցը չունեմ։ Տուն, մեր տունն են ուզում խուզարկել։ Նոր են խուզարկել։ Ենթադրաբար, այո։ Մեր ազատ տեղաշարժի իրավունք ունեք, չէ՞ կարող առանց իրավաբանների գնալ։ Չգիտեմ, իրանք ասենք, իրանք մի վարքան հեսա կավարտենք, ես կարգավիճակ Իրենք քայլելով ոտքով այսպես դիմակայ։ Թե հիմա միտինգով կարող են գնալ, ճիշտ ասած։ Մեքենաներ նստելու դա։ Ինձ առաջարկում են, որ պետքա տեղափոխել, թե մոտ է։ Դուք կարող եք իրար։ Այո, բայց իմ համար անհասկանալի է։ Մեկ եկեք քայլելով գնանք, կարող ենք գնալ, եթե հարցեր կա, այս անհետեցությունը, ուրեմն ես հիմա նորից ուզում եմ հայտարարել։ Նիկոլ Փաշինյան, դու իմ կլիենտն ես։ Ուրեմն դու ես ներկայացրել եմ, թե ինչ պետական դավաճանությամբ ես զբաղվել։ Եվ ես դա քեզ չեմ ներելու, այս ինչ որ դու անում ես եւ այն պիտակավորումը, որ կպցնում ես, դա քեզ չի ներվելու, որովհետեւ մեղադրել ինձ նման հանցագործության մեջ դա չի ստացվելու քո մոտ, բայց մենք քեզ շատ առարկայական մեղադրանքներ ներկայացնել ենք, շատ առարկայական, ոնց հանձնեցիր Արցախը, ինչի դիմաց հանձնեցիր, իհարկե բաներ կա, դետալները դու ինքդ կպատմես հետագայում, եթե իհարկե ճողոպրած չլինես, մինչև այդ, ինչպես ես հանձնել Հայաստանի տարածքները, ինչպես ես այսպես կոչված սահմանագծում սահմանազատում իրականացրել